Մեր սաղ մեսրովի վարժանի խաչկան մագեցած էր, կեկան չէ։ Իվայս եգող գիրագի օր ժամը ինքին պարապանքյան երեգոմը վիդելա սաղ մեսրովի ոգևոր անցանոպին ծրակրումով կազնաս եկեցի մեջ, նազովրեց եկեցի մեջ Սիերա Մադրե բուլվարի վրա այս գիրագի օր ժամը ինքին այնտեղ լանք միասին շարունակել աղոթել դպրոցի նամարփակ ու տանք որ աշակերտները մասամբ քիրքեր ունենալով կշարունակեն դպրոցը երկու տարբեր տեղերում մեջ դերորդն բոլոր աշխատանքները եւ գաղտնի աշակերտները այս փորձառությունն գործած են որպես Աստծո ավելի մոտենան, այլ որպես դպրոց եւ մենք որպես աղոթացիաներ։ Իսկ Աստծո հետ խոսենք։ Կանանք մեր սրտերը, սակայն աղոթքը միշտ կսեմ երբ կողմանի խոսակցություն է Աստծո հետ։ Այսինքն ոչ թե Աստծո սեմորն է նստիր ծաղեղը մնի գրա ես մի քանի վարյակ հետ խոսելիք ունեմ, ասելիք ունեմ քեզ։ Ինչպես որ մենք կնենք եւ մեր զավակներն ասելիք որ նրանք ցածր մեկը նստի աչքերուց դայր քեզ ասելիք ունեմ։ Աստծո հետ անց չենք խոսին, Աստծո հետ կխոսենք, կսենք որովհետեւ ինչ կխոսիմ հաջիս ու պատասխանները առնելու կարողություն դուր ինձի։ Անորոշ մեր սրտերը մեր հոգիները կփանանք Աստծո առջև, միջ կաղոթենք, որպես իրմե պատասխանները ստանանք։ Աղոթենք։ Մի խնդրեմ որ նախ մեկ վարիանտում քո անձնական աղոթք կդնես այս առավոտ, այս վայրի մեջ սիրտդ տանաս Աստծո։ Աղոթքի լսող մեր պաշտելի երկնավոր հայրը։ Մեր սրտերը երախտագիտությունով եւ պարապանությունով լեցուն կուզենք այսօր այս պաշտամունքի մեջ շարունակել քեզ փառավորել եւ բարձրացնել։ Շնորհակալ եմ որ մինչեւ այս պաշտամունքով մեզի շատ բան հիշեցուցիր քո ովելալու մասին, ինչ ունելու մասին։ Եվ ինչ կպատրաստվենք նաեւ քո խոսքիդ բացատրությունը լսելու այսօր։ Պատրաստ հոգիներով, սրտերով, բաց ականջներով, բաց մտքերով կուզենք քեզ լսել այսօր։ Խոսել դեր կազիկու ծրակ մտիկ կնես Սամուել, այսօր այս աղոթքը մենք ալգնենք։ Խոսել դեր կազիկու աղախինները ծրաներ քեզի մտիկ կնեն։ Շնորհակալ ենք որ այս պաշտամունքը նաև շատեր առցանց կերտևին անոր գաղութենք անոնց համար իրենց եղած երկիրներում մեջ, վիճակներում մեջ, որովհետեւ իրենք ալայցել ես։ Իսկ մենք որ այստեղ հավաքված ենք, կգանք մեր անձնական մտահոգություններով, հարցերով, մեր հիվանդություններով, մեր դժվարություններով, մեր կասկածներով, մեր անորոշություններով եւ շատեր կբերենք քեզի, որոնք առանց տունի մնացին, քանի որ գործընթացին շատ բան։ Դու դες մեր պետքեր հոգացող ետնավորեր, անորոշ խոստում ունիս, որ մեկը պիտի չլքես, մեկը պիտի չծկես։ Սակայն դու որ մեր հավատքը զորանա այս օրերուն ակրավես։ Որպես դիմակրավեք ամեն դժվարություն մեծ հավատքով եւ այս փորձառությունը մեզ քեզ ավելի մոտեցնե, քեզ ավելի ճանաչնե, քանի որ այս փորձառություններում մեջ են, դժվարություններում մեջ են, որ կտեսնեն, որ դու իսկապես ով ես։ Մարդիկ, որոնք շռայլության մեջ կապրին, խորին, որ ամեն բան իրենց իրավունքն է։ Սակայն դուր որ դեր մենք ոչ մեկ բան ֆորբրենտը դառնենք։ Ագերախտակեց, շնորհակալ եմ քեզ մեր բոլոր բարիքներն համար, բոլոր օրհնություններով, որ քեզ մենք ընդունենք։ Քեզ գուկանք մեր հիվանդ հարազատներով, քո բժշկարազորությանը կանցնենք, սակայն նույն ադենք քո խաղաղության եւ հանդարտությանը, որպեսզի մեզ եւ մեր հարազատները լեցնես քո սիրովդ, քո օգյովդ, քո իմաստությունովդ։ Քեզ կբերենք մեր աշակերտները, զավակները, թորնիկները, որ դպրոցներ, որ երբան հատկապես սաղ մեսրով հաջախող մեր ծագուկները։ Եվ կխնդրեմ որ իրենց մեջ գործես, կուսերը դա հայտնին ես, աստ դժվար բայրում մեջ, ինձ դպրոցի շենքը դերևս պակը կպնդրեն, բայց իրենք տակություն դեսնեն նաև իրենց եղած վիճակներում մեջ, իրենց եղած նոր դպրոցներում և եկեցին մեջ։ Քեզ կբերենք այս եկեղեցին եւ բոլոր աշխատանքներով, ծառայություններով կխնդրեմ որ բոլոր վարչությունները, պատասխանատուները օծես, նորոգես, իրենց դեսիլքը
ամեն օր նորը լա, կային որ ողորմություն ամեն առավոտ նորոգվի մեր կյանքերում մեջ։ Շուագանեք այդ ներկայացիան համար, որ մեզ կզորացնե։ Այսօր երկտավորել նոր օր մտվիր մեզի, ասինք շապտին ասկի առաջ չենք անցուցած։ Բայց գիտենք, որ թող նույնպես երեք այսօր և հավիտյան։ Եվ անհամար կեզի կվստայինք, հարավորվեն մեր կյանքերով, գաղթենք սկավորներով համար, գաղթենք անդուն եոներուն համար, գաղթենք շվարածներուն համար, անոր գաղթենք անոնք, որ են ճապեն շեղած են, որպես իրենք շիտակ ճապան առաջորդես և իրենց վստահությունը կուվրատ տնեն։ Իկտորար կեզի գանցենք այսօր խոսքիտ ընտերսուն ու պատկամը, հատուկ է բոսուսի կույրս առաջորդ է, նեցուս հոգիովըտ, որպես ինչ որ իր սրտին վրան է և պատրաստած է, շիտակ կերպով մեզի ասնի մեր մտին, մեր սրտին և մեր հոգին, և գարնանք գործածվել ինչ որ գլսենք Հիսուսի անով։ Ամեն։ Սոսիկույն այսօր պատկամապերը, եթե մեկ բան բիցեմ իր մասին, բիցեմ, որ վարչության ժրաչան դայնամիկ Արասունը, որ դերոք զարատյան մեջ պանեմը չի վախնար, միան ասում ենք վախնար։ Ոչ աշխատել են, ոչ աշխատցնել են, ոչ կաչալերել են, ոչ կաչալերվել են, այլ խիզախ գարաշնորդ է և մենք գուզենք իրեն գործակցիլը շարունակել, ասո պարկին համար այս բոլորը։ Դերորդենք ես, որպես ընտանիք, բոլորիս կաչալերություն ես և մեր կույրիք ես։ Այս բանը շատ կգտնի աշխատցնե։ Teamwork. Գաշխատի և գաշխատցնե։ Հատմասը չսի, որպես ավելի հստակըլա։ Սիրելիներ, բարի լույս, աստուծո օրնյալ օրվան մեջ չնենք այսօր, արդեն երկեր ենք մարցունքներս խլեց և դի խլե, ներողամիտ կլակ եթե հուզվիմ այսօր, Դագավին սուքի վիճակի մեջ ենք մեր եկեղեցին շատ աստվեցավ։ Հունվար 7 2025 հրթեհը երեք շաբաթներ անցան արդեն անորնա 24 ժամվա մեջ 10,000 դուներ խլեց։ Եվ այս գրակը շատերու դունը լապեց։ Իմ աղջիկս, իմ քրոջս աղջիկը, կազենիս դղան Բենջամինը, Կարոլայնը, և շատեր, 15 հոգիներու ազնիվին և Ռայանին դունը, շատերու դունը 15 հոգի հաշվեցի երեք շաբաթ արած, անչապելի, անհասկնալի, անագնգալ այս գրակը, Սակայն շատ մոտ եկավ մեզի մեր եկեղեցիին և մեր զավակները մեկ օրվա մեջ անդուն անդեղ եղան։ Յուսուֆյան արամը։ Կներեք անուները, երբ որ գուտամ անպայման գմորցվի սոնակույրը, Աբրահամ եղբայր և այլն։ Խնդրեմ, ներեցեք ինձ, եթե մորնամ ծերը անունը դար։ Այսօր պիտի խոսենք արդյունքներու մասին։ Այս պատկամը մտերիմ ընկերուհիս ինձի ղրգեց և շատ օգտվեցա, շատ սիրեցի հուսամցեզի ալուկտագար գլա։ Երբ լսեցի արսանց Թիմ Քելերի պատկամը, որ պատվելի է և սալմոսներու քարոզաշարքմը ըրած է, ամենքս սալմոսները կսիրենք, չէ, ինչու, որովհետև ադիգա մեր ըսկացումներուն, մեր սրդին գթափանցե, գխորաթափանցե և գրնա արտահայտել ճշգրիտ կերպով ինչ կսկանք մեր ըսկացումներուն մեջ։ Մեր երեց հովիվը ըսավ, անգերձը լանք աստուծո հետ։ Սալմոսները գոքնեն, որ անգերձ ըլանք, խորունք ըսկացումներ և սրտի գսկից գամոն և գթափանցե մինչև մեր շարժանիքները։ Թիմ Քելերի պատահությունը շատ սիրեցի։ Լսեց սալմոսները երրորդ գերբով ավետարանն է, երրորդ ավետարանի։ Առաջինը ան է, որ գրոնասերներ, նույնիսկ հոգևոր անցիկ, իրենց ըսկացումները գզսպեն և գսանցեն։
Երկրորդը աշխարհը ճիշտ հագարակը գնե։ Գսենք ու ըսկացումները ցած ցկե, ըսկացումներուդ վստահե, ըսկացումները ամեն արջևը փած թափե արդահայտե։ Իսկ սալմոսները դարբեր երրորդ կերպ մուգուտան ապետարանի անալ գսե ըսկացումները աղոթե աղոտքի վերածե։ Լավ, արգի կույր կալաջանին բիդի խնդրեմ, որ խոսկա և մեր պուն համարները գարդա, որ Սամոս 39, 12 և 13 է և Սամոս 126 հրամ է արգիկուր։ Այս Սամոսները մտի գրեք արցունքի և լացի Սամոսները հրամ է արգիկուր։ Ով դեր, լսե իմ աղոտքս ու ագանցիր աղաղակիս։ Արդյոք դերուս միլը վեր, բասնսի քո արջևը բանթուղթ եմնի ես, հյուրմը իմ փոլոր նախտիկ դերուս պես։ Թուլտուղությունը վրե ինձի, որ սվարթանամ, քանի որ չեմ կացել այնտեղը, որ ալ չի գտնվիմ։ Եթե դերը Սիոնի քերությունը դարձուց ելած տեստոտելու պես եղանք, այն ժամանակ մեր բերանը խնդրությունով լեցվեցավ ու մեր լեզուն ցնծությունով, այն ժամանակ հեթանոստերուն մեջ ըսին թե դերը ասոնց համար մեծ բաներ դրավ, դերը մեզի համար մեծ բաներ դրավ ու մենք ուրախացանք, ով դեր դարձուր մեր քերությունը հարավի արուներուն պես, անոնք որ Արցունքով գցանեն, ցնծությունով կհնցեն, ամբոր լալով գերթացանելու, սերմը տանելով, անշուշտ ցնծությամբ ետ պիտի թարնա, իր ծորենի խուրցելը բերելով։ Ամեն։ Եթե Սամոսները փաշնենք դարբեր նիթերու, 5 դարբեր մասնիկներ ունին, Ադոնց մեկը շնորհակալության Սամոս է, ուրիշը ասկի և թագավորին հավատարմության Սամոս է, խրատներու Սամոս, ողբի Սամոս և փարապանության Սամոսներ։ Սակայն մեծավ մասամբ Սամոսները ողբերգություններ են, ողբեր են, լացի, արցունքի և դարաբանքի խոսքեր և աղոտներ են։ Թիմ Քելլեր հարց կուտա։ Ուրեմն ինչ նելու է հավատացյալը իր դարաբանքին և իր արցունքներուն և վիշտին մեջ։ 3 բաներ գարաչարգ է, արցունքներդ ագնգալ է, արցունքները ինվեստեր է, կործիթիր, այսինքն դաղանքները ինչպես որ կործակրեցին արագին մեջը, արցունքները աղոտք դարձուր։ Առաջինը արցունքները ագնգալ է, որպես քրիստոնյաներ, երբեմն անագնգալի ուկանք և որ մեզի դժվարություն, աղետ, դարաբանք կհանդիպի։ Կարծես է, որ գաբաշխարենք կխորի, որ արդեն ատկե հետո երկնային յանք մը պիտի ապրենք, սխալպան մը պիտի չլա մեզի, և այսպես կրնանք շարունակել, բայց այդպես է սիրելիներ, ոչ, չարիք է, զերծ պիտի չի մնանք մենքան։ Բայց Կարծես թե հոզ երգիք չէ, ինչուները շատ են, ինչու հիմա, ինչու ինձի, ինչու ինչպես պատկերուստագեն պիտի ազատիմ, overwhelm կլանք և վիշտ և արցունք և հետո փարգություն, հուսահատություն, ապահո այլ բանում, գայբանենք Էդիսոնը, գայբանենք Նուսամը, ցավ և ավելի արցունքներ։ Բայց ինչու երբ հավատարիմ է հավատացյալը, սխալը չէ գործել, անշուշտ ամենքս ամեն օր կգործենք սխալներ, բայց երբ որ հավատարիմ գաբրին, ինչու այսպիսի բաներ մեզի կպատահի, կգործես թե չար բան պիտի չհանդիպի մեզի հավատացյալներում, անպայման է որ պիտի հանդիպի։
Գարտանք Հովանու 15:20 Բարձրացան խնդրեմ Մտքերքիդ կրեք այն խոսքը, որ ձեզի ըսի թե, եթե զիս հալածեցին, ձեզան պիտի հալածեն։ Այո, Հիսուսի խոսքերն են ասի, ցավն ու դարաբանքը անագնգալի թող չի բերե մեզի սիրելիներ։ Քրիստոնյաները պետք է ագնգալեն արդյունքներ, դարաբանք։ Ինչպես Հիսուսիներին, եթե Հիսուսիներին շատ նույննալ մեզի պիտի Անաբադի կյանքը և արդյունքի կյանքը ագնգալենք, շատ արդյունքներ ագնգալենք սիրելիներ։ Եվ փորձություն ունենք մտածելու թե թերևս, եթե դանչանք է, դարաբանք է, դարաբին կոր, ուրեմն թերևս կախնի մեղք ունենք, թերևս սխալ մըրած են, այդպես չէ սիրելիներ։ Նույնիսկ եթե սխալ մը չեն գրած և կախնի մեղք մը չունին, դարաբանքը մեր վրա գուկա, ինչպես Մատթեոսի 45-ը գսե։ Ետնավոր հայրը իր արևը գծակեցնե, թե չարերուն և թե պայներ վրա, թե անցրելը է, թե արկարներուն և թե մահապատերուն վրա։ Այո, այնպես որ թե արևը, թե անցրելը ամենուս համար պատրաստ է։ Ինչս էլ է ավաշխարություն, Սուրբ Գիրքը թե հին գդագարանին և թե նոր գդագարանի մեջ քեղեցիկ կերպով փրկության, ապաշխարության մասին կբացատրե սահմանելով, սակայն այս Եզեկիել 36:26-ի մեջ այսպես կսե։ Ձեր մարմիններեն քարեղեն սիրտը պիտի հանեն և ձեզի մարմնեղեն մսեղեն սիրտ պիտի տան։ Այո, պատկերը ան է, որ մեր սիրտը գարձր քարեղեն է, Աստված զայն պիտի հանե, և դեղը ինչ պիտի տնե, մարմնեղեն, մսեղեն սիրտ պիտի տնե։ Ասիդը բացատրե, որ մենք պիտի սկսենք սկալ ցավը, պիտի սկսենք սկալ մեր ցավը և բոլոր անոնց ցավերը, որ մեր շուրջը կպատահի, շուրջի չարը, անբուժելի հիվանդությունները, հրթեհը, մահը և սուգը, դուրնի գորուսները, անկործությունը, ազգականներու միջև անհաշտությունները, մարդիկ, որ ցավիտ վրա ասպես կուրախանան աղ և բիբեր ցանել, անարդարությունները, որ շուրջ են միս է, գպատահի և քու մորթիդ վրա կսկսիս սկալ սիրտդ կցավի անոնց հետ, անդարբեր չես ուրիշներու ցավին, ինչու, որովհետև քու սիրտդ հիմա մսերեն սիրտ է, ապաշխարել են առաջ հոգը չէր, դեղյակ իսկ չէիր ուրիշի ինչ կլա, նույնիսկ արհամարի իրենց, և ուրիշներուն, և նեղության մեջ են, կամ չար են, ասելով թե արժանի են արդեն անոնք չարչարվելու, սիրտը քարացած էր, ինքնապաշտպանության տարբեր կերպեր կտած էիր և սրտի քարանալը դա այդ պաշտպանություններեն մեկն էր։ Սակայն, երբ ապաշխարեցիր, ետքը ավետարանը փոխեց քու սիրտդ, և փափուկ սիրտը, մարմներեն սիրտը դվավ, և հիմա կսկաս ուրիշին չարչարանքը, վիշտը և դարաբանքը։ Իր վիշտն ու դարաբանքը դեր շատ խիստ են, հոս խիստ չար են, հավերժական սպոփանք մգա սիրելիներ։ Ուրեմն, երբ գաջինք մենք որպես քրիստոնյա, ավելի ցավի, դարաբանքի և արդյունքի բաժինները մեր մեջը գավելն ավելի ըսկայուն կլանքանոր։ Նայեցեք Հիսուսի, աշխարի վրա մեկ կատարյալ մարդկային սիրտ ունեցող մկալես, ինչ կգարկանք Եսայա 53-ի մեջ, 53-3, ողն, Եսայա 53-3, աղավին, նո, թունչես, արաքսի, Եսայա անիգա վիշտերուն, դեր և ծավերուն դերյակ եղավ։ այո,
Անիգա վիշտերու դեր ու ցավերու դեր գակ եղավ։ Միշտ գուլար Հիսուս։ Եթե գուզենք Հիսուսի նմանի, եթե գուզենք Հիսուսի հասակին հասնի, ագնգալենք արդյունքները, մենք ալ պիտի լանք եւ մեր շուրջիններուն եւ մեզի մեր վիճակներուն համար։ Երկրորդ, արդյունքները իքորցիր, այսինքն ինվեստեր է, հայերեն բարը չի գա ասոր, որ գարենամ ծեսի պացադրել, արդյունքները ցանե, անոնք որ գսե 146-րդ սաղմոսը արդյունքներով գցանեն, ծնծությունով պիտի հնչեն, սաղմոս 126 5 Անոնք, որ արդյունքներով կցանեն, ծնծությունով կհնչեն։ Մի լարմիան խրսըտ բարվելու, գամ պարգությունը թապելու, ինքս ինքիդ վրա մեղկնալու, այլ ինչպես սերնացանը հունդը գցանե, այդպես արդյունքները ցանե։ Նայեցեք սիրելիներ, դոբրագով հունդ կդրվի սերնացանը։ Եթե անոր վրա նստի, հունձ պիտի չունենա։ Եթե դոբրագը առնե եւ տանի, դեպ մթափե, հունձ պիտի չունենա։ Բայց երբ որ հատ առ հատ արդյունքով թշվարությամբ ցանե, հունձքի ադեն մեծ հունձքմա պիտի ստանա սիրելիներ։ Նույնն է մեր լացերը, մեր արդյունքները, մի զսպեր, կամ մի թապեր արդյունքները, այլ ցանե։ Եթե ցանես արդյունքները հունդի պես, օրմա արդյունքը ուրախությունով պիտի հնցես։ Սերնացանը լալով կհնցե, բայց ուրախությամբ գվերաթանա։ Վիշտը բարապի միցը կեր, որ երթա, ցանե վիշտը, ցանե արդյունքները։ Սաղմոս 35 գսե, ճիշտ է, արդյունքներուն կհետևին ուրախություն, բայց 126-րդ սաղմոսին մեջ սերնացանի օրինակը շատ ավելի խորունկ է, միան լացեն հետո ուրախություն չէ, այլ լացին պատճառավ, ցանված լացին պատճառավ ուրախություն մգա արդյունքներով, շատ ավելի խորունկ է ասիգա։ Երկրորդ Կորինթացիս 4:17-ն ալ ասիգա, երկրորդ է, ինչ կսե։ Մեր վարյանական թեթև նեղությունը կարգացե մեզի համար հավիտենական փառքը, որ ամեն գերազանց է։ Վարյանական նեղություն է, այս չարչարանքը, որում մեջ ենք անցնի, վարյանական նեղություն է, բայց ինչ կնե մեզի համար գերազանց հավիտենական փառքը պիտի փերը եւ կփերը։ Այսինքն ոչ թե միայն լացով եւ կբարգիս ավելի ուրախ կարտնաս, որ ճիշտ է, այլ արդյունքը երբ կցանես, ան կբազմապատկվի եւ գարդատրե ուրախություն եւ ցնծություն։ Արդյունքը երբ որ կցանես աղոթքով, կբազմապատկվի ուրախության, կբազմապատկվի ցնծության։ Invest ընենք սիրելիներ մեր արդյունքներ, ինչպես որ երբ դրամը բանկային մեջ կտնես կամ շիրքետին գուդած, այդ դրամը երբ կվերադառնա քեզի շահով, չէ, երբ որ դուն մգարնես, եթե իմաստությամբ շարժիր, շատ լավ շահ կբերե քեզի դրած արժեքիդ թիվանց է, շատ ավելի։ Արդյունքն ալ երբ կցանենք, անիգա շատ ավելի զորավոր եւ բազմապատկյալ ուրախություն, խաղաղություն, հանգստություն կբերե, կնորոգե ու կփոխե Հիսուսի հասակին հասցնելու մեզի։ Իմաստությամբ ցանենք զանոք։ Okay, հասկացանք, հասկանալի է, որ մեր արդյունքները ցանելու են, բայց ինչպես կլա այս արդյունքները ցանել։ Արդյունքները աղոթք թողնան, անոր համար արփին խնդրեցի, որ այս երկը հայրենիքի երկ է, որովհետև գսե խաչքարերը արդյունքներով կլվանա, դարաբանքս արդյունքներով կլվանա, թարնամ իմ տունս, թարնամ իմ խաղաղությանս, թարնամ այդ ուրախությանը, որ թուն ինձի դվիր։
Եվ ուրեմն Արցունքներով Աստծո առջև տանելու ենք, ոչ թե մարդոց մինչև այդքան կադենք, լանք, արցունք ասենք, անդալ ժամանակ ունի, բայց շարունակական չնենք, ինչպես անապաշխարները կնեն։ Եվ ոչ ասենք, որ ես հոգևոր եմ, զսպել, անանգլան, օրվա գոլկենու գլա և կպայթի։ Սակայն դանինք Աստուծո, Աստված երբ որ գուլանք, Աստված երբ որ կփարգանանք, Աստված երբ որ գսենք ով դեր կփավե այևս, ինչպես որ 39-րդ Սաղմոսը գսե շատ լավ կհասկանա։ Ուրեմն այս արդյունքները երբ աղոթքի դառնան, 3 բաներ պիտի արտադրեն։ Առաջին Աստուծո շնորհքը, grace պիտի հասկանանք։ Երկրորդ խաչին նպատակը պիտի ընտրենք։ Երրորդ Փարած հասնելու վստահությունը պիտի ունենանք։ Առաջին Աստուծո շնորհքը պիտի հասկանանք։ Լավուց սկսած լավ գիտնալու ենք սիրելիներ, թե Աստված ապահով մխիթարիչ մնե։ Աստված ապահով մխիթարիչ մնե։ Ան կհասկանա մեր արդյունքները։ Աստված անագնգալի չի կար։ Արա սոսի, նորեն գուլաստուն։ Նորեն սիրվանությունը չես կրնար գորդան, նորեն անհամները, նորեն անագնգալի չի կար Աստված, հասկցող և կթոտ հայր մնե, Սամոս 39, 12 և 13 ինչ կսե։ Երես տարտորնիզներ, որ կիշնա ուրախանամ մերներես առաջ։ Այո, ուրեմն Սամոսները ընդհանրապես շատ տխուր կսկսին, բայց լավատես կվերջան։ Բայց 39-րդ Սաղմոսը ասոնց չի հետևիր, կարծես թե աստվածաբանական սխալ մգահոստեր, գսե որ երեսդ ինձ մեկ դարձուր, որ քիչ ուրախանամ չի մերած։ Ասիկա գնմանի մեկումը, որ բոլորովին վհադած է։ Երբ ջարահատ ենք այսպիսի բաներ գսենք, երբ որ կփարգանանք բաներ գսենք, որ հետո կզղճանք, 39-րդ Սաղմոսը այս խորունկ ըսկացումները սիրելիներ կցուցաբերե, կտեսնեք Աստվածաշունչը որքան իրական է մեզի, փարություն, արդյունք, վհադած վիճակներ, բայց ապահով է Աստուծո առջև լավ և սխալ բաներ ասել։ Ուրիշներուն առջև ասեսն է, ադիգա հավաքելը շատ դժվար է, ապահով է Աստուծո առջև սխալ բաներ ասել։ Գրնաս ամենեն խորունկ ըսկացումները անոր արդեն առջև ցանել։ Ուրեմն գնմանի նաև Սամոս 39 Պետրոսի աղաղակին։ Ինչը սա Պետրոս Ուգաս 5:8-ի մեջ։ Սիմոն Պետրոս տեսավ Հիսուսին ծուգերուն իրավ ուսա, դեր քիքով էստրիկտի կնա, Այ, դե, ինքով ես անձին կնա, չի նմանի 39-ին, որ գսե առանցին ծկե 30 թացուր ինձ մետեր, որ քիչ մոգրախանամ։ Այսպիսի աղոթքներ ու հարաճանքներ Աստվածաշունչին մեջ փաստ են, թե դերը լավ կհասկանա։ Աստված շնորհքի Աստված է։ Մեր արդյունքները դուպիմը մեջ գոգիկ կեյքի պես շարված պետք չունենք Աստուծո տանելու։ Եղածին պես տանենք, ուրիշները չեն հասկանար, բայց Աստված շատ լավ կհասկանա։ Աստված շնորհքի Աստված է։ Դեր կհասկանա, լավագույնը կնե։ Դես գսե եկուր, ինձի երհակ չէ։ Երկրորդ խաչին նպատակը պիտի ըմբռնենք։ Ինչու Աստված մեր ցավերը լավ կհասկանա արդյոք։ Արդյոք ինչու։ Ինքը որ գադարյալ Աստված է, երկինքներու մեջ կփնագի, երկիրը իր ոտքերուն պատվանդան է, ինչու կհասկանա։ Որովհետև իր միածին որդին ղրգեց, և Հիսուս ինչը զավ խաչեն առաջ աղոթքներով, արյունով խառնված արդյունքներով թափեց և ըսավ, Մատթեոս 27:48-ի մեջ, Աստված իմ, ինչու զիս թողուցիր։ Հիսուս մեր դեղը
ստացավ բադիժը։ Ասիկա շատ մեծ իրականություն մնե սիրելիներ։ Ատկան լսած ենք, որ երբեմն արժեքը չենք հասկանալ։ Հիսուս մեր դերը արար բադիժը, այսի այդ բադիժը, որ ինձի արժանի էր բադահելու, ինքը արավ, շնորհքի Աստված է, ուստի երբ մենք կսենք, ինձ մեր կնադեր, կհասկնա Աստված, կհասկնա մեզի մոտ ու կա, քանի որ Հիսուսի խաչին վրա ստացավ մեր բադիժը, մեր դեր ան փորձարաբար անցավ այն բոլոր ցավերն եւ արցուկներն, որ մենք կանցնենք։ Եսայա 53:5-ը ինչպես ասինք։ Իր վերքերովը մենք բժշկվեցանք եւ դերը մեր ամենուն անօրենությունը անոր վրա շրավ։ Կհասկանանք, որ ասիկա իրապես, որ ամեն օր անօրենություն, ամեն օր մեղք կնենք, սակայն ինքը մեր այդ անօրենությունը, որ ունենք, Աստված իր միածին որդին վրա թրավ, իր վերքերովը մենք բժշկվեցանք։ Դադավին գրնաս լալ սիրելիս ու հարցնել ինչու այս ինձի եղավ։ Ու թեև լքված և մերժված կսկաց քիծիր, որ Հիսուս այս բոլորը քեզ և ինձի համար արդեն խաչով իր վրա արավ։ Հիսուս այս բոլորը խաչով իր վրա արավ։ Աղջիկիս տունին գործվիլը, մեր եկեղեցիին քստան ընտանիքներու դուներու գործվիլը, անհետանալը, խաչով իր վրա արավ Հիսուս։ Երբ խաչին նայում կհասկնամ ու կգտնամ չարչարանքը գրել, առանց հանցավորս գալու, no guilt, ինչու, որովհետև կհասկանամ, թե Աստված ինձի չի պատճեր այս նեղություններով, որովհետև ինքը արդեն Հիսուսին պատճեց։ Ուրեմն եթե նեղվիմ ինձի նորեն չի պատճել։ Հիսուս գրած է արդեն խաչին վրա, գրնամ վիճակս, երկրորդ գրնամ վիճակս համբերությամբ գրել, no guilt և patience, համբերությամբ գրել։ Երբ որ Հիսուս խաչի ելավ, մարդիկ չի հասկացան, շատեր կայթախեցան, ասին ասան պետք էր վերջանալ այս սկանչելի մարդուն Հիսուսի կյանքը, և ցկեցին, քացին, չգրցան համբերել, խաչը չի հասկացան, համբերությամբ գրե քու լացը, քու խաչը, եթե իսկ չի հասկնած, լալը օքեյ է, ողբալը օքեյ է, Ուսախապ լալը օքեյ է, սակայն ինքսինքիդ մեղկենալը օքեյ չէ, որովհետև այդպիսի անց մջղջիմ է, մեկը, որ չի գրնար ներել, մեկը, որ չապազանց սկալին է, ամեն սխալ է, ինձի ամեն մարդ ասան ծարծուցած է, այդ ծևով գվարվի, խաչին նայել, լալով աղոտ է, դեր, եթե թուն, ինձի համար խաչվեցար, իմ չարչարակներս ոչինչ գսեպեմ, իմ հանցանքներս, իմ մեղքերս քո առջևդ կտնեմ, փախտատմամբ ոչինչ գսեպեմ, իմ մեծ ցավերս, հբարտությունս ալ գանարկեմ, գուզեմ համբերությամբ գրել, ես ալ իմ խաչս քեզի համար ու քեզ հետ։ Վերջապես երրորդը, Փարած հասնելու վստահությունը պիտի ունենան։ Գլորի, փառք, փարած հասնելու վստահությունը։ Երբ Սաղմոսներում վերջը կհասնի, Eugene Peters Սաղմոսներու մասին գրած է աղոթներու պատասխան գիրքը, և անոր մեջ կսե, որ վերջին 5 Սաղմոսները միմիայն փառաբանություն, ուրախություն, ցնծության Սաղմոսներու կվերածվի։ Եվ ուրեմն, երբ կհարադևենք շարունակ, ասիկա շատ կարևոր է, նեղությունը գուքա, բայց մենք չենք կրնար հարադևեն, շուտով կհուսահատենք, շուտով կվահատենք, երբ կհարադևենք շարունակ մեր արցունքները աղոթք կդառնան, արցունքներս աղոթք դառնան, որքան ալ երկար լույսախաբությունը, փառությունը, վիշտն ու ցավը, երբ կհարադևենք արցունքներով աղոթքներ դառնան,
Բայց չենք անցնիր աղոթել է Սաղմոս 35 գլա։ Ինչ է Սաղմոս 35-ը։ Նորեն գրնանք կարտալ։ Իրիգունը լացկա, հայց արդուն այն հարադևենք, իրիգունը լացկա, արդուն ուրախություն, իրականություն գտա։ Հարադևենք ուրս, արցունքներով ցանե աղոտներդ քույրս, արցունքներդ բարավի միցիկեր, որ երթան քույրս, ցանե վիշտը կամած, անպայման օրմը պիտի վերածվին փառապանության և ուրախության։ Ամեն աղոտք, երբ որ երկար հարադևենք, ի վերջո փառապանություն կգա։ Ամեն աղոտք, երբ որ երկար հարադևենք, ի վերջո փառապանության կվերածվի։ Հալելույա։ Որովհետև երբ որ լացը և ցավը վախի պես է սիրելիներ, կգարձես, որ հեչ լացը պիտի չի վերջանա, կգարձես, որ ցավը երբեք պիտի չան հետանա, կգարձես, որ աստունը հեչ պիտի չի գրնանք շինել։ Հիմա գարավարությունը ամեն մարդու գեցուցած է, հողը պետք է քնները, որ նայի թե մեջը թույներ գան, չգան, ասանք բաներ ամեն մեզի համար են սիրելիներ, կգարձենք, որ երբեք պիտի չանցնին, եթե 2-3 տարիներ ետքը մեր զավակները գրնան իրենց դուները շինել, հրաշք պիտի ելան մեր սիրելիներ։ Եվ ինչը սա մեր նոր նախագահը, սա մեկ տարի գուտամ, անոնք որ գործընծուցին իրենց դուները, մեկ տարի կհամբերեն, հետո գետան ուրիշ դուն գարնեն, ալ չեր շիներ։ Այնպես որ աղոթենք սիրելիներ, որ մեր կառավարությունն ալ մեզի արդյունքի պատճառ չլա, այլ մեզի օգնե, որպեսզի անմիջապես բժշկվենք այս վիճակները։ Եզրափակություն։ Մի ցանցրանալ աղոթել է, մի հուսահատիր, նամանավանդ մի աջաբարեր պատասխանը առնելու։ Պիտի փառապանես Աստված Սաղմոս 155 հետ։ Նայեցեք Սաղմոս 146-ը ինչ կսե։ 146:1-3 Այն ժամանակ մեր բերանը խնդությունով լեցվեցավ ու մեր լեզուն ծնծությունով։ Այն ժամանակ հեթանոսներու մեջ ըսին թե Տերը ասոնց համար մեծ բաներ ըրավ։ Գրնալալ 10,000 դուներու մեջը ամենահավատացյալ չեն, բայց անոնք որ հավատացյալ են, երբ որ այս թևով ցանեն իրենց արդյունքները, պիտի գրնան հեթանոսներուն առջև վկայությունը լալ, որ այո, սիրելիներ, Տերը ասոնց մեծ բաներ ըրավ։ Տերը եւ մենք պիտի ասենք մեր բերանով, Տերը մեզի համար մեծ բաներ ըրավ ու մենք ուրախացանք։ Թող Տերը ասիգա իրականություն դարձնի մեզ մեն ամենուս pray and don't give up. Շուական ենք աստուծում է իր խոսքին համար, նոր բացադրության համար դեր որդեք ես սոսիկույր մեր որդնեմ էր ապիկույրերը, որ երկերով մեզ գարաշորթեն նբեր ապակնողները բոլորս որ այստեղ ենք աստորդության մեջ մնանք։ Պաշտամունքի յուրաքանչյուր մասը կարևոր դեղ ունի։ Ինչպես պաշտամունքներ կսկսին փառապանությունով եւ աստծո խոսքին ընթերցումը եւ կարոզը հիմնական դեղ ունին մեր պաշտամունքներու մեջ։ Էլավ, մեկ հոգի գողնի կարոզ կպատրաստեք ու կա գողնի կներգայացնեք։ Վերջը, մեր անդրադարձը ինչ է։ Մեր անդրադարձը մեր պատասխանն է ադոր, որ մենք լսեցինք և հիմա պատասխանතු ենք աստեն երդան ետ գրծազու ճապ կործատրելու լսածնից։ Սակայն երկրորդ կործնական պամրալ գնենք և ադալ նվիրավակն են։ Սենը մենք նվիրավակ չեն գներ, քանի որ ասված մեր դոլարներում պետք ունի։ Աստված մեր դոլարներում պետք չունի։ Մենք պետք ունենք աստծո ենթարկցելու
Մասը այդ բաները, որ ինքը մեզ օրտած է, իրմե եկած է, բոլորը մեզ է։ Եվ ասկան չնչին մասն է, որ կտարսենք ասուզով էրտան, անակ ու գուտակ ուրախ կեզի տրամ դվի այսօրով դեր, կու եկայեցի դամար պամը դվի։ Եվ դվածինքով ինչ դվի, չնչին։ Սակայն որ շիդակ կեցվածքով գուտանք, շիդակ հոգիով գուտանք, աստո կործին համար գուտանք, ասված գորդնեք, կպարապանուգի, մեր դվածը աստո ծերկերում է չկային ուշներու կասնի։ Չես գիտեր, որ երբ կու դված կումարդ որու բիտասնի ինչպես։ Անոմարդանք մեր սրտեն այսօր և շվաղալություն այդներով ծիրք այսօր բակումատս է, ով դեր շվաղալ է, որ դու շատ բաներով ինձ օրտնած ես, այսօր վզիկ մեկ բաժիմը կեզի կթարցնեմ։ Մեր նվիրավակ են ետ վերջին երկով և սոսիկրո ճարոտքով դուրս կելենք յուրասյուրքեն ադեն հունվարի դարետարցնեն նագ եշենք, հիմա գնե բարի դարետարց բոլորին, որ հունվարին ծնած են, դեր օրդն է բոլորին։ Ժամանակ է նվիրավակին։ Ինչ գեղեցիկ երաժշտություն, երգ, բարեր։ Վերջացնենք մեր պաշտամունքը երգելով 814-րդ երգը աղոթքով միայն։ Ուրիշ բան կմնալ, բայց երգի մեջ կա։ Երկու համար նստած երրորդը ոտքի։ Աղոթքով միայն շուտով կմնալ
մեզի այսօր խոսեցար եւ քու պապակը դե ինչպես կտեսնենք սամուսներու մեջ եւ տարբեր համարներով քու պապակը դե որ մենք մեր արցունքները բարամիջի տանք որ մենք կարողանանք ցանել համբերությամբ ցանել հավատքով ցանել քեզի վստահելով եւ փարած լույսը տեսնելու լույսով տաղաչենք ով հայր մեր բոլոր այս դժվարություններու մեջը մեր ցերկեն բռնեն եւ դուր որ ուրախ լացողներ Դեր ասված գաղութեմ նաև Դավիթ եղբոր համար, որ իր քույրը Ալիս Դեր Արտինյանը գործընծուց երկու օր առաջ տաղաչեմ քու մխիթարությունը դանոր վրա եւ դեր հիմա որ մենք պիտի փաշնվենք դուր որ քու խաղաղությունը քու ուրախությունը քու հանգիստը մեզ մեր ամենու սրտերը լեցել է Հիսուսի անունով